Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում ճշմարտությունները բացահայտման մոտ են։ Սերիալում իրադարձությունները շարունակում են զարգանալ անկանխատեսելի հունով։ Աննայի ընկնելուց հետո բարեբախտաբար ամեն ինչ կարգին է և ավելին հայտնի է դառնում, որ Աննան ու Միքայելը որդի են ունենալու։ Այս լուրը մեծ ուրախություն է պատճառում բոլորին, հատկապես Հենդոյին ու Միքայելին, ովքեր անհամբեր սպասում են երեխայի լույս աշխարհ գալուն, բայց այս բերկրանքը երկար չի տևում, քանի որ իրականություն բացահայտում է սպասվում և այդ իրականությունը շարունակում է սպառնալ բոլորի անդորրը։ Աննայի ընկնելու մասին տեղեկանալով Միքայելը չի կարողանում զսպել իր զայրույթը, նա հասկանում է, որ այս ամենի հիմքում Ֆրիդայի ներկայությունն ու գործողություններն են, ինչը նրան մղում է անմիջապես գնալ Ֆրիդայի մոտ։ Աննան կանխազգալով հնարավոր վտանգը, խնդրում է Հենդոյին, որ գնա Միքայելի հետևից և խոչընդոտի որևէ կործանարար քայլի։ Ֆրիդան, որը նախկինում լուռ էր մնում, սկսում է պատասխանել։ Միքայելը կորցնելով ինքնատիրապետումը, հավանաբար սպառնալու է Ֆրիդային, պահանջելով, որ նա հեռանա երկրից։ Հենդոն փորձելու է Միքայելին հանգստացնել, բայց արդյոք նա կհասցնի նրան կանգնեցնել։ Մինչ բոլորը զբաղված են իրենց խնդիրներով, Բագրատն անհամբեր սպասում է Մոսկվայից իր շեֆի գալուն, բայց մեծ անակնկալ է սպասվում, շեֆը ոչ այլ ոք է, քան Սոսը։ Սոսը ոչ միայն ողջ է, այլ նաև հզոր մարդ է դարձել, նրա վերադարձը մեծ ազդեցություն կունենա ոչ միայն շախունցների, այլև նաև Բագրատի ու մյուսների վրա։ Սոսի և Բագրատի միջև հարաբերությունները հաշտվել են տարիների ընթացքում, ինչ գործարքի մեջ են մտել նրանք միասին և ինչպես է տեղի ունեցել նրանց համագործակցությունը, ցույց կտա ժամանակը։ Բայց այս ամենից ամենամեծ ինտրիգը ծավալվում է այն պահին, երբ Անետն ու Ֆաինան խոսում են Հենրիի մոր մասին, իսկ Հենրին անսպասելի ներս է մտնում։ Հեռուստադիտողներին այս պահին հետաքրքրում է մի քանի հարց. արդյոք նա լսել է ճշմարտությունը, եթե այո, ապա ինչպիսին կլինի նրա արձագանքը, Հենրին ինչ է անելու, կհեռանա Աննայից, թե կմնա նրա կողքին։ Միքայելի ու Ֆրիդայի բախումը ինչպես կավարտվի, Սոսի վերադարձը որպես շեֆ և ինչ է մտադիր նա անել, և վերջապես շատ շուտով սպասվում է Հենրիի ճշմարտության բացահայտումը, արդյոք նա կիմանա, թե ով է իր իրական մայրը։ Սերիալը շարունակում է պահել հեռուստադիտողների ուշադրությունը, անընդհատ նոր ինտրիգներ ու շրջադարձեր բերելով։ Հենրիի ճակատագիրը, Սոսի ու Լիլիթի վերադարձը, Աննայի ու Միքայելի ապագան, սրանք հարցեր են, որոնց պատասխանները մեզ սպասում են առաջիկա սերիաներում։ Ինչ եք կարծում, Հենրին լսեց ճշմարտությունը, թե ոչ, չմոռանաք գրել ձեր կարծիքները։ Եկել էի դպրոց նկարահանման, այս համովիկին եմ տեսել, մի լացի, վсё կյանքս լացում ենք իրար հետ, ասում է, բանը YouTube-ով քո նկարներն եմ նայում, այսինքն նկարվենք, որ սա հետո երկուսից նկարները նայես։ Տեսեք էլ ինչ շատ է։ Բա Կյանքս մի լացի, վсё։ Մենք սավս ուրախանում ենք, ասենք ուր առողջական, չեմ եկուզ ենք ամենաշատերի այդ նկարվում։ Հիմա որ լավ։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է Սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Ամենահեշտը ում հետ եք նկարահանվում։ Այն դերասանի հետ եմ ամենահեշտը նկարվում, որ տեքստ ասելուց հասկանում է ենթատեքստը։ Ավտոմատ կերպով արդեն միտքդ գալիս է, թե դու ինչ ես խոսալու։ Ինչպես եք նայում այն հարցին, որ մարդը քեզ չի սիրում, բայց շայի համար շփվում է։ Ամեն քայլափոխին կարաս նման մարդու հանդիպես։ Դրա համար տվյալ շահամոլ մարդուն չես տալի այն ամեն ինչ, որ ուզում է, լայն ժպիտով ճանապարհում ես ու շփվում ես ավելի լավ մարդկանց հետ։ Ինչն է ամենաշատը ոգեշնչում դերասանական աշխատանքում։ Ամենաշատը ինձ ոգեշնչում է իմ սիրելի հանդիսատեսը։ Երբ հանդիսատես ունես, լսում ես արձագանքներ, արդեն լավ է, արդեն դու ոգեշնչված ես։ Դեր ախպերս հացկեր, ես որ նյար Դեր ախպերս հացկեր, ես որ նյար տնացած եմ, նու, դուրեք է։
լավ օրուսը։ Այսօր որ հարսանիքը սննել դեր չէ իրականը։ Անկերս ինձ դերել է։ Այն որ մենք իրար հետ իմաստերը նստած ենք, այդ չի նշանակում, որ ես քեզ ներեմ։ Ահա։ Ո՞ւմ ես ասում։ Ոնց շատ դժվարությամբ, բայց հավատաց, որ ես անում եմ։ Բայց ի՞նչ են պատճառը, որ միասին չեք։ Բայց ի՞նչն է պատճառը, որ մամասի։ Ծնողները նկարահանման ընկել են։ Գնացին։ Ապա այսպես սկսել է այսպես ինչ-որ բան։ Դա հետո ասում ասկեր։ Բանը։ Լոն այդ ասում։ Հա, լավ, այ բան է, պամիդոր վարուն կերել, այդպես մի բան բզբզա, հա, բան կելա որ։ Հա։ Գնացին։